տանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց, ինչի է կրկին ընկել հիստերիայի մեջ, որն է այս ամեն ինչի պատճառը։ Պատճառը հետևյալն է։ Դուք տեսնում եք Երևանում ընտրարշավի մեջը ամեն ծառի եւ թփի տակ որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե հասանելիություն ունենում է իրեն մոտենալու, հանդիպելով փոխանցում է հետևյալը, որ դու հայրենիք հանձնած, Արցախ ծախած 5000 մարդու զոհվելու պատճառ դարձած մեկն ես եւ վերարտադրվում ես, որ ինչ անես, հիմա ինչը հանձնես։ Եվ ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին եւ դա պետքա շարունակվի ու իրեն ամեն պատի տակ պետք է հիշեցնել, որ ինքը դավաճանա, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի արչև ստանձնած իր նոր խոստումները։ Դուք ստեղ գալուց առաջ տեսակ ժողովուրդ։ Այսօր Չարիքը Աջափնյակի տարածքում էր եւ ամեն մի խաչմերուկում ոստիկանություն էր կանգնած։ Ամեն մի պատի տակ, ծառի տակ շարված են։ Այդ անընդհատ որ խոսում է ժողովրդավարությունից, այդքան զորքերով փորձում է ամեն ինչ անել, որ իրեն հասանելիություն ունենան միայն իր կողմնակիցները, միևնույնն է չի ստացվում եւ շարունակ պետք է հիշեցվել։ Այս մարդու հիստերիայի պատճառը դա է, ինքը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու է, հետեւաբար շատ ըմբռնումով մոտեցեք։ Մենք չենք հայոյելու։ Աշխարհի բոլոր հայոյանքները իրեն իր արածի դիմաց բավարար չեն։ Մենք չենք թույլ տալու, որպեսզի ինքը շեղվի օրակարգից։ Ինքը պետքա պատասխանի երկու հարցի։ Անընդհատ այդ հարցը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներ, ովքեր տեսնում են, պետքա տան։ Այդ հարցը հետևյալն է, առաջինը։ Ինքը կարող է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ մետր այսօրվա Հայաստանի իշխանության տակ գտնվող փաստացի տարածքից որևէ մետր չի պատրաստում առաջիկայում հանձնել։ Այս մեկ չի կարա, որովհետև Ալիևի արչև ստանձնել է պարտավորություն։ Եվ երկրորդ, այն քարտեզը, որ փակցրել է կրծքին, գոռում է իրական Հայաստան, կարող է ասել, որ այդ իրական Հայաստան տարածքից Ադրբեջանը 200 կիլոմետր քառակուսուց ավել տարածք կա օկուպացրել եւ Ադրբեջանի զորքերը դուրս պետք է գան Հայաստանից։ Չի կարա ասել, ամեն օր էս հիշացնելու ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իմանան, ինքը ինչի է ուզում վերարտադրվել ու վերարտադրվում է որ ինչ անի։ Այսօր Ժորժ ջան, կրկին հիշել եմ մարտի 1-ը։ 8 տարի է ու դրանից առաջ եւս 10 տարի անընդհատ մարտի 1 եկավ իշխանության 8 տարի է իշխանության, հա։ Մի քանի անգամ ասել է գործը բացահայտված է, всё ամեն ինչ որոշված է ու որևէ արդյունք չկա։ Գիտեք ինչի։ Որովհետև ամեն անգամ, երբ որ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա։ Դրա համար էլ առաջընթաց չկա, այդ սադրիչն ու կազմակերպիչը ինքն է եղել։ Այսօր հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ռոբերտ Քոչարյանը մի հատ իր ապօրինի որոշման արդյունքում նստել է։ Հիմա իր հերթն է։ Ու ինքը նստելու է շատ երկար օրենքի ամբողջ ուժով, որովհետև ինքը դավաճանել է ժողովրդին, հայրենիքը հանձնել ու 5000 մարդու գլուխ է կերել։ Այո, մենք ամբողջ պատասխանատվության ասում ենք, որ ինքը դրա համար պատասխան է տալու։ Ժորժ ջան, այսօր նաև հայտարարել է, որ Դավիթ Իշխանյանը դաշնակցական գտնվում է Բաքվի բանտում եւ որևէ առաջընթաց չկա այդ ուղղությամբ, որովհետեւ ադրբեջանցիները մտածում են, եթե իրան բաց թողեն, մի հոգի էլ ավելանալու Հայաստանում վաղը միսօր իրենց վրա հարձակվելու համար։ Սա հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է, որ Բաքվում գտնվող գերիների հարցում ինքը անմիջական մեղսակցություն ունի։ Դա Ալիև Նիկոլ Փաշինյան պայմանավորվածության արդյունքում է, որ այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Այսօր ինքը հրապարակային այդ ինքնախոստովանությունը արեց։ Հետևաբար պետքա այսել ամբողջությամբ հասկանանք այսօր մեր հայրենակիցները ինչի են Արցախի բանտում, նույնիսկ բանտից մի քանի օր առաջ Դավիթ Իշխանյանը կոչ արեց
ասաց Ժողովուրդ ջան, մի վախեցեք, կամ դրսևորեք եւ պայքարեք ձեր իրավունքների համար։ Եթե Բաքվի բանտից հայ ժողովրդին նման կոչ են անում ժողովուրդ, ուրեմն մեր պայքարին նոր թափ պետք է տանք եւ այս պարտությունների, զիջումների, կորուստների շղթան միասնաբար կտրենք։ Համաձայն եք։ Միասին ամսի 7-ին համար 17-ին։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։